Եթե բիզնես ունես ու երբևէ աշխատել ես մարքեթինգային ընկերության հետ, հավանականություն կա, որ նաև հիասթափվել ես։ Բայց գիտես, նույն հիասթափությունը ունեն նաև մարքեթինգային ընկերությունները բիզնեսներից։ Խնդիրը երկու կողմ ունի։ Առաջին՝ բյուջե։ Երբ որոշվում է ամսական մարքեթինգային բյուջեն, արդյոք այն իրականում բավարար է այն ռազմավարության համար, որը ուզում եք իրականացնել։ Եթե նպատակդ մեծ է, բայց բյուջեն փոքր, սպասելիքները միշտ կկոտրվեն։ Երկրորդ՝ սպասելիքների ճիշտ կառավարում։ Մինչև մարքեթինգային արշավ սկսելը քննարկվում է ինչ ներդրում է պետք, որ արդյունքը երևա կարճաժամկետով։ Շատերը պատկերացնում են, որ 1-ից 3 ամսում մի քանի ռիլ ու գովազդով կպայթեցնեն վաճառքները։ Իրականում դա աշխատում է միայն մեծ ու ագրեսիվ արշավների դեպքում, երբ բյուջեն սահմանափակ չէ։ Եթե ռազմավարությունը երկարաժամկետ է, պետք է թույլ տալ մարքեթինգային թիմին փորձել, թեստավորել, գտնել այն լուծումները, որոնք կբերեն կայուն աճ։ Մարքեթինգային ընկերությունը միայն գովազդ միացնող չէ, այն ստեղծագործող է, գաղափար գեներացնող, եւ երբ դուք տալիս եք ազատություն ու վստահություն, արդյունքը դառնում է բազմակի ավելի ուժեղ։ Բիզնեսն ու մարքեթինգը գործընկերներ են, ուղին պետք է անցնել միասին, միմյանց օգնելով ու իրար լսելով։ Միայն այդպես հիասթափությունը կվերածվի աճի ու իրական արդյունքի։